Մրցում են UI/UX դիզայներները ներկայացնելու իրենց մասնագիտական ներուժը իրական ժամանակում, լուծելով իրական խնդիրներ։ Առաջադրանքը տրված է, սահմանված ժամանակը նվազում է, բոլոր 8 բաթլիստները շտապում են լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Converse բանկը միացել է UI/UX Design Battle նախաձեռնությանը որպես գլխավոր գործընկեր ու համաձայնել իր նոր Converse Mobile-ը բաց քննարկման ներկայացնել։ Դա իրական кейս է, դա իրական խնդիր է։ Մասնակիցներին իրական բիզնես խնդիր է առաջադրվել հիմնված օգտատերերի կարծիքների վրա, որը վերաբերում է Converse Mobile հավելվածի ամենաքննարկված բաժիններից մեկին՝ Payments and Transfers-ին։ Շատ հատկանշական էր, որ Converse բանկը համաձայնեց ներկայացնել кейսը, թույլ տվեց այսպես ասած բացել իրենց кейսի, այսպես ասած ներքին հարցերը եւ հնարավորություն տալ մասնագետներին խորանալ իրենց հավելվածի, հենց որպես кейս դիտարկել, առաջարկել նոր լուծումներ, փոփոխություններ գուցե եւ սա շատ կարեւոր էր այն առումով, որ բանկային պրոդուկտը ինքնին շատ մասսայական պրոդուկտ է։ Բաթլիստները կենտրոնացած աշխատում են եւ չեն էլ լսում, թե ինչպես է հարակից դահլիճում ներկայացվում Converse Mobile հավելվածը, այն ողջ ճանապարհը, որը թիմն անցել է շուրջ 2 տարում։ Հասկացանք, որ պետքա ոչ թե մտածել իրանց տեղը, հաճախորդների տեղը, ոչ թե մտածենք իրենց մասին, ոնց է իրանց հարմար լինելու, այլ միակ ճանապարհը իրենց տալ գործիք, իրենք հավելվածը հարմարեցնեն իրենց։ Եվ այդ միավորեց մեր թիմին։ Առաջին զեկույցին հաջորդեցին երկրորդ թե երրորդ թե մասնագետները խոսում էին ոլորտում զարգացումներից, մարտահրավերներից, միտումներից, վերլուծում кейսեր։ Մասնակիցները լսածից ու տեսածից առանձնացնում էին ամենաչքննարկվողը UI/UX Design Mobile Banking-ում։ Converse բանկի նոր մոբայլ հավելվածի ներդրման նպատակով իրականացված մեծածավալ աշխատանքներից տպավորված էին։ Այն էլ կարևոր, որ տարբեր օգտագործողներ ունեն իրենց տարբեր կարիքները բանկային հավելվածներից օգտվելու համար, մեկի համար օրինակ կարևոր տարադրամի փոխանակումը, մյուսի համար ավտոկայանատեղի վճարումը, դրա համար, որ ամեն օգտագործողի համար լինի հարմար, որպեսզի մարդիկ չլքեն ուղղակի բանկային հավելվածը, գնան ուրիշ հավելվածներից օգտվեն։ Ապրիլին Converse Mobile նոր բջջային հավելվածի գործարկումից հետո բանկը շարունակում է ստանալ օգտատերերի արձագանքներն ու առաջարկները, վերլուծել դրանք, նրանց փորձառությունը հետագայում հավելվածի թարմացումներում օգտագործելու ավելի ֆունկցիոնալ եւ բարելաված ինտերֆեյս ստանալու նպատակով։ UI/UX Battle-ը հենց այս գործընթացի տրամաբանական շարունակությունն էր, արդեն տեխնոլոգիական համայնքի մասնակցությամբ։ Battle-իստների աչքերից դրական փոփոխությունները չէին վրիպել։ Հին եւ նոր ինտերֆեյսների մեջ ահագին մեծ տարբերություն կա, շատ բարելավել է ու շատ գովելի է, որ իրանք հաշվեն առնում յուրաքանչյուր կարծիքը։ Այ հենց այդ մանրուքները ցույց տվեցին, որ բանկը աշխատում է դրա վրա ու այդ շատ լավ է, որովհետեւ ոչ բոլոր հայկական այդ մեծ սիստեմներն են, այդպես աշխատում ու դրանց վրա ուշադրություն դարձնում ու այդ շատ լավ է։ Սա ավարտը չի, մենք չենք եկել ներկայացնենք մի հատ իդեալական հավելված ու ասենք սրանով մեր գործը ավարտված է։ Ես կարծում եմ, որ մեր գործը սրանով սկսում է։ Բաթլիստները ոչ միայն մասնագիտորեն են գնահատում հավելված, այլև մշակում ու միջոցառման ավարտին բանկին են առաջարկում լուծումներ, որոնք կկիրառվեն հավելվածի հետագա թարմացումներում։ Այն գաղափարներ, որ մենք միանշանակորեն կօգտագործենք մեր հետագա լուծումներում եւ միանշանակ տեղակ կպահենք մտքի հեղինակներին։ Ես չեմ ասում, որ տվել եմ սուպեր լուծումներ կամ մյուսների շատ լավ եմ արել, բայց ամենայն դեպս աշխատել եմ մտածել յուզերի տեսանկյունից ու անել հարմարավետ, այն առաջադրանքը, որ մեզ տվել էին, գտնել դրա լուծման կարճ ճանապարհը։ Հենց օգտատերերի աչքերով հավելվածին նայելու եւ բանկի առջև դրված խնդրի լուծման ամենակարճ տարբերակը գտնելու շնորհիվ ժյուրին, որոնք քննարկումներից հետո Արմանին ճանաչեց լավագույնը։ Սկզբից լարվածություն բան չկար, ուղղակի եկել էի, ասում մասնակցեմ, ինչ որ ստացավ, համել ուժերս կփորձեմ։ Լարվել էի արդեն վերջում են, որ հաղթողին պիտի արդեն հայտարարեին, այդ ժամանակ է լարվածություն մի քիչ արդեն կար։ Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 միլիոն դրամը բաժանվեց լավագույն եռյակի եւ հանդիսատեսի համակրանքը շահած մասնակցի միջև, ու մինչ միջոցառման մասնակիցները շնորհավորում էին իրենց ընկերներին եւ գործընկերներին, Converse բանկում արդեն քննարկում էին հաջորդ նախագծերը, որոնց առանցքում կրկին լինելու են հավելվածի օգտատերերը։